Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ։ Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։ Պարթև Սրբազանը ծնվել է Էջմիածնում, ավարտել Գևորգյան հոգևոր ջեմարանը։ 2007 թվականին աբեղայական ձեռնադրությունը ստացել է Վիգեն arczepiskopos Այքազյանի ձեռամբ։ 2015-ին վարդապետական թեզ է պաշտպանել Կարապետ Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները թեմայով եւ Եզրաս arczepiskoposի ձեռամբ մասնավոր վարդապետության 4 աստիճաններ է ստացել։ Ջեմարանական կրթությունը հետագայում համալրվել է թե վարչական, թե մանկավարժական ու հովվական փորձով։ Նրա ծառայության ուղին ընդգրկել է Մայրաթոռի մի շարք առանցքային կառույցներ՝ քրիստոնեական դաստիարակության կենտրոնից մինչև Սուրբ Էջմիածնի դիվանատուն։ Նաև դասախոսել է Գևորգյան ջեմարանում։ 2 տարի սպասավորել է Փարիզի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերադառնալով նշանակվել է Մայրաթոռի փոխդիվանապետ։ 2019 թվականից ղեկավարելով Գեղարքունյաց թեմը զբաղվել է թեմական կառավարման եւ համայնքային կյանքի կազմակերպման հարցերով։ 2024 թվականին եպիսկոպոս է օծվել։ Իսահակ Վարդապետ Պողոսյանը ծնվել է Երևանում 1996-ից 2002 թվականներին սովորել եւ ավարտել է Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ջեմարանը։ Սարգսակագ է ձեռնադրվել 2002-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 2005-ին ձեռամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է Կուսակրոն քահանա։ 2010 թվականին պաշտպանել է Վարագա Սուրբ Նշանը եւ վանքը հայ մատենագրության մեջ խորագրով վարդապետական թեզ եւ Փարեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռամբ ստացել է վարդապետության աստիճան։ Հայր Սուրբը մի քանի գրքերի հեղինակ է։ Վարդապետական թեզն ու հեղինակած գրքերը վկայում են նրա ակադեմիական հետաքրքրությունների մասին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Իսահակ Վարդապետ Պողոսյանը երկար տարիներ ծառայել է Մայրաթոռի տարբեր կառույցներում, համադրելով հոգևոր, կրթական եւ սոցիալական ուղղվածությամբ աշխատանքը։ Վազգենյան դպրանոցում եւ Գևորգյան ջեմարանում ստացած կրթությունից հետո վարել է սոցիալական ծառայությունների գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նրա կենսագրության մեջ առանձնանում է նաեւ արտասահմանյան փորձը Բուլղարիայի թեմում առաջնորդական տեղապահի ծառայությունը, ինչպես նաև կրթական ծրագրերին մասնակցությունը Հունաստանում եւ Կանադայում։ Հայր Սուրբը Աթենքում մասնակցել է լեզվի դասընթացների, Տորոնտո քաղաքում ուսանել է անգլերեն եւ նոր կտակարանի ներածություն։ Սովորել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանում։ Վերադառնալով Հայաստան սպասավորել է Խորվիրապի վանքում 2025 թվականից նա ստանձնել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պատասխանատու առաքելությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։